պատգամների շարքը կոչվում է ինչ կպատասխանեիր, եւ մենք վերցնում ենք Տեր Հիսուսի տված հարցերը ու միասին փորձում ենք հասկանալ, իսկ մենք ինչ կպատասխանեինք տվյալ հարցին։ Այսօր մեր 31-րդ հարցն է եւ հարցը վերցված է Մատթեոսի ավետարան 22-րդ գլխից։ Եկեք ընթերցենք, որտեղ վերնագիրը հենց նույն անուն նման վերնագիր է, Մատթեոսի ավետարան 22-րդ գլուխ 31-րդ խոսքում Տեր Հիսուսը հարցնում է. իսկ մեռելների հարության մասին չեք կարդացել։ Շատ հետաքրքիր հարց։ Չեք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը։ Վերնագիրը հենց այդպես է, մեռելների հարության մասին չեք կարդացել։ Ինչու է սա կարևոր համատեքստը միշտ հետաքրքիր է, որպեսզի մենք հասկանանք ինչ համատեքստում է, ովքեր են այդտեղ, ինչն էր խնդիրը, որ այս հարցը առաջացավ։ Գիտեք, կային այսպիսի մարդիկ, որոնց կոչում էին սադուկեցիներ։ Լսել եք փարիսեցիների մասին։ Փարիսեցի, որ ասում ենք, մենք ավելի շատ այժմյան կարծես իմաստն ենք հասկանում, որովհետև փարիսեցի բառի իմաստը դարձել է կեղծավոր, երկակի կյանքով ապրող, բայց իրականում փարիսեցին դա մի ուղղություն էր, հավատքի ուղղություն, որ Պողոս առաքյալը ասում է ես ձեզանից փարիսեցի եմ, ոչ թե կեղծավորությունի նկատի ունի, այլ նկատի ունի այդ հավատքի ուղղության նվիրված հետևորդ։ Եվ այդպիսի, ինչպես փարիսեցիների հավատքի ուղղությունը կար, այնպես կար սադուկեցիների հավատքի ուղղությունը, եւ սադուկեցիները չէին հավատում հարությանը։ Գիտեք, կար Սուրբ Գիրքը, կար 5 կտակարանը մեր այսօրվա այն ժամանակ։ Եվ Տեր Հիսուսը զարմանում է, ինչպես է հնարավոր չհավատալ հարությանը։ Ոչ միայն հարությանը չէին հավատում, այլ նաեւ չէին հավատում, որ մարդը ունի հոգի, չէին հավատում, որ կա հավիտենական տանջանք, կրակել լճի մեջ, չէին հավատում դատաստանին, ապրում էին ներկայով։ Ծանոթ են ձեզ այսպիսի մարդիկ, որոնք շատ նման են, օրինակ վկաների մոլորությունը, 7-րդ օրվա ադվենտիստները կամ շաբաթապահները, ինչպես ասում են, իրենք ուսուցանում են, այսպես մի քիչ տարբերվում է 7-րդ օրվա ադվենտիստների եւ վկաների ուսուցումը դժոխքի մասին։ Օրինակ վկաները ասում են, որ մարդը մահացավ, գերեզմանը իր համար դժոխքն է, վերջ, մահացավ, ինչ հոգի։ Հոգի չկա, հավիտենականություն չկա, գոնե չկա դժոխք գնացողների համար, որովհետև դժոխքը գերեզմանն է։ Նմանատիպ ուսուցում ունեն 7-րդ օրվա ադվենտիստները, որոնք ասում են, որ այդպես մարդը մտնում է այդպես քնի վիճակի մեջ, հետո դատաստանը մինչև դատաստանի օրը արդեն որոշվում է, եթե այդ մարդը պիտի գնա դժոխքը իր համար ոչնչանալն է, վերջ դադարեց գոյությունը։ Բայց Տեր Հիսուսը այդպես չէր սովորեցնում։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ կա հավիտենական տանջանք, որ կա մի վայր, որը Մատթեոսի ավետարան 25-րդ գլխում է գրված, որը Աստված չի ստեղծել մարդկանց համար, ստեղծել է սատանայի ու իր հրեշտակների համար։ Եվ սա կոչվում է հավիտենական տանջանքի վայր, որտեղ կրակը չի մարելու, որդը չի վերջանալու, չէ, ուտում է ու չի վերջանում։ Եվ եթե մենք չհասկանանք այս հավիտենական տանջանքի իրողությունը, մենք չենք կարող գնահատել այն մեծ փրկությունը, որ Աստված բերել է մեր կյանք, եւ այն մեծ գինը, որ վճարել է մեր կյանքում այդ փրկությունը ունենալու համար։ Հիմա հարցը. չեք կարդացել։ Եթե ուզում եք ավելի այստեղ մի քիչ հետ գնանք, 22-ի 23-ում է գրած է այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Գործք առաքելոց 23-ի 8-ում նույնպես գրված է սադուկեցիները ասում են, որ հարություն չկա, հրեշտակներ չկան, չկա նաև հոգի,
Եվ Տեր Հիսուսի խոսքերը Մատթեոս ավետարան 12-րդ գլխում Մատթեոս 12-ի ներողություն 22-ի 24-ում Մատթեոս 22-ի 24-ում ինչ-որ բան սխալ եմ ասում, ոչ թե սխալ եմ գրել, այլ սխալ եմ ասում Մարկոս 12-ի 24-ում Տեր Հիսուսը պատասխանում է սադուկեցիներին եւ ասում է մոլորության մեջ եք ոչ Սուրբ Գիրքը գիտեք ոչ էլ Աստծո զորությունը եթե ինչ-որ մեկ այսօր կանգնում է ասում է հարություն չկա մեռելների հարություն չկա գիտեք իրականում շատ այդպես դժվար է պատկերացնել ոնց է լինելու մահացածների հարությունը քայքայված մարմիններ, չգիտեմ, մեկը այրվել է, մոխիրը շաղ են տվել, չգիտես որտեղ, ոնց է լինելու մահացածների հարությունը, մեկը գերեզման չունի ընդհանրապես, ոնց է լինելու մահացածների հարությունը, Տերը ասում է վստահեք Աստծո խոսքին և վստահեք Աստծո զորությանը, դուք ոչ թե պիտի պատկերացնեք ոնց է լինելու, դուք պիտի մի հատ մտածեք ասողը ով է, Այն ժամանակվա մտածելակերպի համար սադուկեցիներին ասում էր մի հատ հասկացեք ձեզ համար հեղինակություն է Սուրբ Գիրքը թե ոչ սադուկեցիները ասում են իհարկե հեղինակություն է Մովսեսի օրենքը ձեզ համար հեղինակություն է այո Մովսեսի օրենքում է գրված որ Աստված մեռելների Աստվածը չի Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը ողջերի Աստվածն է Մեզ համար Հեղինակություն են արդյոք Տեր Հիսուսի խոսքերը հարության մասին, հոգու մասին, դատաստանի մասին, հավիտենական կյանքի մասին, թե երանության հավիտենական կյանքը, թե տանջանքի հավիտենական կյանքը, որ երկուսն էլ հավիտենական կյանք են։ Ուղղակի այն տանջանքի հավիտենական կյանքին Տեր Հիսուսը երկրորդ մահ է կոչում։ Երկրորդ մահ, որը մահ չի, որը հավիտենական տանջանքն է։ Մեզ համար Տեր Հիսուսի խոսքերը վստահելի են թե ոչ։ Եթե ինքը հարցնում էր չեք կարդացել, մենք այսօր մեզ պիտի հարցը տանք, մենք կարդացել ենք, եկեք կարդանք։ Օրինակ Հովհաննես ավետարան 5-րդ գլխում 27-ից 29 ընթերցենք եւ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա մարդու որդին է։ Մի զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը, ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։ Տեսնում եք հարությունը։ Ով է դատելու։ Տերն է դատելու։ Լինելու է հարություն։ Վկաները ասում են մահացավ, չարիք գործողը մահացավ, ոչնչացավ։ Այդպես ենք տեսնում այստեղ։ Մոլորության մեջ եք։ Գիտեք, մարդիկ կան ոչ վկաներից են, ոչ ադվենտիստներից, ոչ էլ նման որևէ ուղղությունից։ Մարդիկ կան, որ ուղղակի ասում են, ես չեմ ուզում այս բաների մասին մտածեմ, թողեք իմ կյանքը հանգիստ ապրեմ։ Բայց Տերը ասում է, չէ, ինչա նշանակում։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ թողելու։ Այդպիսի մարդիկ այս տեսանյութը լսելու են ու ասելու են Աստված մեզ հանգիստ չի թողում։ Այո, Աստված այնքան է սիրում քեզ, որ հանգիստ չի թողելու, որ դու գնաս հավիտենական տանջանքը, կործանվես։ Աստված այդքան քեզ սիրում է։ Այս տեսանյութը բերելու է քեզ։ Որ ոչ թե դու վախենաս, ասես ես ինչից են խոսում, որ դու ապաշխարես, որ դու լսես այս խոսքերը, լինելու է մեռելների հարություն։ Ովքեր Քրիստոսին հավատացել են, փրկության համար է լինելու, ովքեր Քրիստոսի խոսքերը մերժել են, Քրիստոսի ուսուցումները մերժել են, թեկուզ ոչ շուրթերով, իրենց ապրած կյանքով, լինելու է դատաստանի հարություն։ Հավատում ենք Տեր Հիսուսի խոսքերին։ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ 38-ից 40 խոսքերը, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Հիշում եք Տեր Հիսուս ասում էր, ես եկել եմ հոր կամքը կատարելու։ Հիմա նայենք ո՞րն է հոր կամքը։
39-րդ խոսք. Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Այս է իմ հոր կամքը, որով որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Որն է հոր կամքը, որ մարդիկ հավատան իր որդուն, իր որդու ուսուցումներին, իր որդու խոսքերին, իր որդու զգուշացումներին։ Հոր կամքը նա է, որ մարդը չկորսվի, յուրաքանչյուր մարդ թանկ է Աստծո համար։ Սա Աստվածաշունչն է մեզ ասում։ Գիտեք, մենք չենք կարող Աստվածաշունչը հատվածային վերցնենք, ասենք, էսի ընդունում ենք, էսի չենք ընդունում։ Գրված է, Աստված ամբարիշտ մարդու մեռնելը չի ուզում է, որ նա դարձի գա ու ապրի։ Չար մարդու դժոխք գնալը Աստված չի ուզում է, որ այս մարդը ապաշխարի իր որդու շնորհիվ, իր որդուն հավատալու շնորհիվ, Քրիստոսին հավատալու շնորհիվ փոխի իր կյանքը։ Որ մենք հավատում ենք Քրիստոսին, ոչ թե շուրթերով, այլ սրտով հավատում ենք։ Ասում ենք, Տեր, օգնիր, ես գիտեմ, որ էսի սխալ է, էսի քո կամքը չի, դեռ չեմ կարող չանեմ, օգնիր, ու գալիս է Տիրոջ օգնությունը։ Աստված զորացնում, Աստված իր շնորհքն է տալի։ Դրա համար ասում, շնորհքով եք փրկված, բայց գրված է հավատքի ձեռքով, հավատքի միջոցով։ Չկա հավատք Քրիստոսի հանդեպ, չկա փրկություն։ Կա հավատք, կա փրկություն։ Որն է հոր կամքը։ Հոր կամքը նա է, որ ով որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա։ Եվ լսեք, եւ ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Հովանու 11-րդ գլուխ 25-26 խոսքեր։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինչ է նշանակում ես եմ հարությունը եւ կյանքը։ Դու ուզում ես այդ վերջին օրը հարություն առնողների մեջ լինես։ Դու ուզում ես, որ իրեն հավատալու արդյունքում հարություն առնես, կյանք ունենաս։ Տեր Հիսուսն ասում է, ես եմ հարությունը եւ կյանքը, այսինքն իմ միջոցով է։ Հաջորդ խոսքերի մեջ գրված է, ասենք կուզեմ, որ մարդիկ լսեն ու ասեն, բայց մենք ինչի ենք հավատում։ Ինչի ասես հավատում ենք։ Բայց ինչի Քրիստոսին չենք հավատում, մենք քրիստոնյաներ ենք, ինչու Քրիստոսին չենք հավատում։ Էլ YouTube-ի գիտաֆանտաստիկ տեսանյութերին ենք հավատում, էլ չգիտեմ, արևելյան փիլիսոփայություններին ենք հավատում, էլ գուշակի ասածներին ենք հավատում, էլ քաղաքական գործիչների խոստումներին ենք հավատում, ինչի ասես հավատում ենք։ Բայց Քրիստոսին, ճշմարտության աղբյուրին, ինչու չենք հավատում։ Նայեք, ես եմ հարությունը եւ կյանքը, ասում է Տերը։ Ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի, կապրի։ Ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատում ես։ Իհարկե մարդային էր ուղղված այս խոսքերը, բայց Տերն է ասում սա, եւ այսօր մեզ է ասում սա, ասում է կա հարություն, կա դատաստան։ Այսպես թե այնպես մահը մարդու կյանքի ավարտը չի, մահից հետո կա իրողություն։ Մահը այս մեր կարճ, շատ կարճ ժամանակավոր կյանքի ավարտն է։ Բայց կա հավիտենական կյանք։ Եվ այն թե դու եւ ցանկացած մարդ ինչպես կվերաբերվի Տեր Հիսուս Քրիստոսին, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին, որովհետեւ հավատալ Աստվածաշունչը ասում է որ հավատակ, որ նա եղել է, այսի ձեզ ոչ մի օգուտ չի տալիս։ Հավատալ նրա խոսքերին, որ նա ինչ որ ուսուցանել է ճշմարիտ է, սրան պիտի հավատա մարդը։ Մարդը պիտի կարդա, որ հավատա, կամ գոնե լսի, ով կարդալ չգիտի, հնարավորություն չունի, աչքերի խնդիր ունի, պիտի բռնի մեկին, ով կարդալ գիտի, կամ գտնի ինտերնետով ավետարանների ձայնագրությունները ու կարդա կամ լսի ինչ որ մեկի կարդացածը։ Մենք մտածի, ես հավատում եմ Քրիստոսին, թե չեմ հավատում։ Օրինակ մարդ կա ասում է, հենց այդպես էլ ասում է, ո՞նց կարա մարդը այսպես ապրի։ Ոնց որ Քրիստոսն է ասում։ Գիտեք ինչ է նշանակում։
Ես չեմ հավատում, որ Աստված կարար սենց բան ասեր։ Չես հավատում, ինչ որ բանի հավատում ես։ Եթե Քրիստոսն ասում է, այսպես մի արա, դու հավատում ես, որ տենց անես ոչինչ։ Ու կկործանվես, որովհետև սադուկեցիներն էլ են այդպես հավատում։ Տերը ասում էր կա հարություն, կա դատաստանի իրողություն, եւ դուք ժամանակ ունեք, քանի ապրում եք, ժամանակ ունեք պատրաստվելու այդ իրողությանը։ Եվ ինձ հավատացողը թեև մեռնի էլ ապրելու է, հարություն լինելու, հարություն առնելու։ Ներողություն։ Տերը ասում էր ոչ Սուրբ Գիրքը գիտեք, ոչ Աստծու զորությունը։ Իսկ դու գիտես։ Եբրայեցիս 9:27-ում գրված է մարդուն տրված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստան։ Իսկ դու գիտես։ Հիմա եթե Տերը այս հարցը տա, մեռելների հարության մասին կարդացել եք, ինչ կասես։ Գիտես։ Ինձ թվում է արդեն բոլորս գիտենք։ Եվ գիտեք հարության փաստը մեծ մխիթարություն է, եթե կորուստներ են եղել մեր կյանքում, եթե մեր սիրելիներն են, եթե մեր կյանքում կգա ժամանակ, գիտեք չէ, բոլորս էլ մի օր իհարկե ոչ մեկ չի ուզում այդ թեմայով խոսանք, բայց դե փաստ է, կամ Տերը գալու է մեզ տանի, կամ մենք գնալու ենք առանց իրա գալու, ուղիղ կապով ենք գնալու իրա մոտ, ուղիղ չվերթով, անմիջապես, լինելու է դա, բայց ամբողջ հարցը դրանից հետո է, դրանից հետո, թեև մեռնի էլ Քրիստոսին հավատացողը ապրելու է, եւ սրա մեծ մխիթարություն կա, մեծ զգուշացում, մեծ նախազգուշացում, եւ հարության փաստը մեր աչքերի առաջ ապրելը, գիտեք, մենք չպիտի ապրենք մահվան վախով, սպասելով մահվանը, մենք պիտի երախտապարտ լինենք, որ Տերը մեզ փրկել է, մենք պիտի շնորհակալ լինենք, որ իր խոսքի մեջ մեր հավատքը խորանում է, եւ մենք պիտի ապրենք այս երկրային կյանքը, ինչպես ինքն է ասում, արդարությամբ, խաղաղությամբ եւ ուրախությամբ, որը գալիս է մեր կյանքերում Քրիստոսի հոգու շնորհիվ, որ բնակվում է մեր մեջ։ Եվ իր հետ մենք արդեն իսկ պիտի սկսենք այստեղ իր հետ, իր ներկայության մեջ ապրել։ Եվ հետո կշարունակենք մի ամբողջ հավիտենություն։ Բայց քանի այստեղ ենք, արդեն մենք հանձնարարություն ունենք, որ մյուսներին օգնենք, որ այն դեղամիջոցը, որ Տերը տվել է մեղքի ու մահվան դեմ, փոխանցենք մյուսներին, կա հարություն, կա փրկություն, եւ այդ փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու մեջ է։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքերի համար եւ քո հարցերի համար, եւ շնորհակալ ենք, որ այսօր այս հարցը հնչեց, եւ մենք ուզում ենք պատասխանել այո Տեր, կարդացել ենք այո Տեր, գիտենք այո Տեր, հավատում ենք եւ շնորհակալ ենք, որ մեզ ցույց ես տալիս փրկության ճանապարհը եւ խնդրում ենք Տեր, որ քո զավակները ոչ միայն կանգնեն այս փրկության ճանապարհի վրա, այլև շատ հոգիներ շահեն։ Այո, դու ասեցիր, որ այժմ դուք մարդկանց որսորդներ կդառնաք, քո աշակերտներին ասացիր Տեր, եւ որսալը դա խորթահնչում մարդու ականջին, բայց դու նկատի ունեիր չարի իշխանությունից ազատելը եւ օգնիր մեզ, որ քո հոգով լցված քո շատ ու շատ զավակների
օգնենք, որ ինչպես մենք ենք ընդունել փրկությունը, այնպես իրենք հանդիպեն քեզ, հավատք ունենան քո խոսքերի հանդեպ եւ ընդունեն փրկությունը քո զավակներին բարձրացրու այս ծառայության մեջ եւ թող շատ շատերը փրկություն ստանան քո հավատարիմ աշակերտների կյանքի ու քո հետ հանդիպման վկայությունների շնորհիվ աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն